Այո, աշխարհը փոխվել է, ոչ թե փոխվում է, արդեն փոխվել է, եւ Պոտսդամյան աշխարհակարգը գոյություն չունի։ Սա ակնհայտ է։ Պոտսդամյան աշխարհակարգը գոյություն չունի, աշխարհը այլևս բազմաբևեռ է եւ առնվազն նշмарվում են 3 գլոբալ ուժային կենտրոններ, դա Վաշինգտոնն է, Մոսկվան է եւ Պեկինը։ Իհարկե լուրջ դերակատարում ունեն նաեւ Լոնդոնը, Բրյուսելը, Դելին, դժբախտաբար Անկարան, բայց փաստը սա է։ Ակնհայտ է, որ Թեհրանը կներեք, ունի դա բարեբախտաբար, դա կասեմ։ Ես Թեհրանի մեկ փաթեթի մեջ եմ նայում, կասեմ դրանք անդրադառնամ Ռուսաստանի հետ, մանավանդ Պուտին Պետրեշքյան վերջին հանդիպումից եւ այդ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքումից հետո ես առանց իմ կարծիքով ցանկացածի կպատասխանեմ։ Տեսեք, ուկրաինական պատերազմը, հակամարտությունը դեռևս չի ավարտվել եւ կա այն ավարտվելու առնվազն 2 սցենար։ Սցենար համար 1 Զելենսկին իր եվրոպական հովանավորների հետ միասին ընդունում է ամերիկյան նոր վարչակարգի Տրամպի եւ Վենսի առաջարկությունները, ես փորձում շատ քաղաքակիրթ տնեմ, էլի չեմ ուզում ասեմ ուլտիմատումները, վերջնագրերը, բայց մեծ ցանկության դեպքում առաջարկությունները ասելը դա ուլտիմատում առաջարկությունները, այսպես ասենք, որի արդյունքում Ուկրաինա ինքնիշխան պետությունից քիչ բան է մնում, երկրորդը նրանք չեն գալիս համաձայնության եւ Լոնդոն, Փարիզ այդ միավորված նոր միավորման արդյունքում Կիևը փորձում է նոր ռազմական օժանդակություն ստանալ եւ մինչեւ վերջին ուկրաինացին պայքարել հանուն արևմուտքի շահերի, արդեն եվրոպական արևմուտքի շահերի։ Երկու դեպքում էլ Ուկրաինա պետության համար լավ հեռանկարներ չեմ տեսնում։ Ակնհայտ է, որ կան հակամարտություններ, հակասություններ Վաշինգտոնի եւ Միացյալ Եվրոպայի միջև, սա ակնհայտ է։ Ինչով դա կավարտվի, չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Տրամպի կառավարման շրջանում գնում են դեպի Միացյալ Նահանգների բացառիկության ճանապարհով, որպես աշխարհի թիվ 1 գերտերություն հաստատելու ճանապարհով եւ պատահական չի, որ Տրամպը շատ հստակ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները դա արևմտյան կիսագնդի տերն ու տիրականն է լինելու։ Արևմտյան գրել այն ծայր խնդիրը դրա համար ի հայտ եկավ Կանադայի խնդիրը, Պանամայի խնդիրը, սա ակնհայտ է եւ նաեւ նշեց, որ Միացյալ Նահանգները այլևս ի տարբերություն Բայդենի վարչակարգի չի պատրաստվում իր հարկատունարի գումարները ուղղել դեպի գլոբալ արևմուտքի շահերի սպասարկում, որը առնվազն վերջին տարիներին կոչվում էր հակառուսական ճակատներ ստեղծելու։ Տրամպը ընտրել է Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու, աշխարհի վերաբաժանելու կամ ազդեցության գոտիների բաժանելու ճանապարհը։ Ինչով դա կավարտվի, կապրեն կտեսնենք, ես սցենարներն ասեցի։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ եվրոպական մայրաքաղաքներում ոչ այնքան Ուկրաինայի ճակատագրով են անհանգստացած, այլ անհանգստացած են, որ այդ Ուկրաինայի հնարավոր ազդեցության գոտիների բաժանումից իրենց ոչ մի բան չի հասնի։ Եվ չեմ բացառում, որ Ստարմեր Մակրոն զույգը Զելենսկու հետ փորձում է հանդիպել ամերիկյան վարչակարգին, որպեսզի նաև
ցույց տա, որ դե լավ, դուք 350 միլիարդ եք ծախսել, մենք էլ 100 միլիարդից մի քիչ ավել ենք ծախսել, գոնե մի բան էլ մեծ հասնի։ Հա, իմ մոտ այդ տպավորությունն է։ Եվ սա ասում եմ, սա եւս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում ապրող այն արևմտամոլների կարծիքը, որ ահա Եվրոպան գալու է եւ մեզ փրկելու է ադրբեջանա-թուրքական սպառնալիքից, դրանք դատարկ խոսքեր էին եւ քաղաքական տգիտության շարքին էին տածվում, որովհետեւ հավաքական արևմուտքը, գլոբալ արևմուտքը, գլոբալիստական արևմուտքը Ուկրաինային օգտագործեց հակառուսական ճակատ ստեղծելու համար, Ուկրաինայից ստացավ հակառուսաստան, բայց դրանից ինչ օգուտ ստացավ Ուկրաինան, մենք չենք տեսնում, երբեմնի Եվրոպայի ամենամեծ երկիրը շուրջ 40-50%-ով բնակչությունը պակասել է, մի հատված զոհվել է ռազմաճակատում, շատ մի մեծ հատված էլ արտագաղթել է երկրից, եւ բոլոր նրանք, ովքեր որ հույս են կապում միացյալ արևմուտքի կամ գլոբալացված արևմուտքի օգնության հետ, կարող եմ եւս թող տեսնենք Ուկրաինայի եւ Զելենսկու այս խայտարակ վիճակը, արևմուտքի ցինիկ պահվածքը եւ տեսնեն Հայաստանի իրավիճակը։ Լիլիթը շատ հստակ նշեց Հայաստանը, ասեն։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հանում է ռուսական ազդեցության ոլորտից եւ տանում է դեպի Անկարա Բրյուսել, լավ բան մի սպասեք։ Շատ դեպքերում ասում ենք, իսկ ինչ պետք է անի իշխանությունը։ Դիվանագիտության եւ քաղաքականության մեջ, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ, շատ ավելի կարևոր է, թե ինչ չպետք է անել։ Եվ այսօրվա նիկոլիստական վարչակարգը անում է այն, ինչ չպետք է անել։ Չպետք է Ուկրաինա-ռուսական պատերազմի ժամանակ պատվիրակություն ուղարկել Բուչա, գրգռելով Ռուսաստանին։ Չպետք է ազգային ժողովի նախագահի հրահանգել հանդիպել Ռադայի ղեկավարի հետ, չպետք է Նիկոլ Փաշինյանը գնար եւ հայտարարել, որ ուկրաինական հարցում ինքը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ով է իր լեզվից քաշում։ Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Հայաստան-Ռուսաստան երբեմնի դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են։ Չպետք է Հռոմի ստատուտ վավերացնել եւ ԿՊ-ի պատգամավորների բերանով հայտարարել, որ Պուտինը եթե գա, մենք իրան կձերբակալենք։ Դուք մի հատ Ալիևի ախրանիկի հորոխբոր աղջկա Թաշկինակին չեք կարա ձերբակալել, դուք ոնց կարաք Պուտինին ձերբակալել։ Ես սա չեմ հասկանում։ Չպետք է այս իրավիճակում քվեարկել Եվրոպական միություն գնալու ցանկությունների այդ ժողովածուն, որը ոչ այնի չէ, քան կենացների ժողովածուն։ Ինչու՞, որովհետև Եվրոպական միությունում մեզ չեն սպասում, Եվրոպական միության որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը կարող է ունենալ եվրոպական ապագա, Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կախված է Եվրասիական տնտեսական միության կախվածություն ընդեղից, էլ չեմ ասում, որ եւ Օվերչուկի, եւ նույնիսկ Ռուսաստանի դեսպանի Հայաստանում շուրթերով ասվել է, որ անհնար է լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Ինչքան պետք է չծրել սեփական պետությունը, որ այս իրավիճակում խելամիտ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն հակառուսական ու պրոուկրաինական, պրոարևմտյան ելույթներ ունենալ։ Իրոք, մենք Ուկրաինա ժողովուրդ ես ոչ մի խնդիր չունեմ։ Բայց Ուկրաինայի այսօրվա վարչակարգը Զելենսկու գլխավորությամբ, հիշում եք ինչպես է իրան պահել 44-օրյա պատերազմից հետո։ Կիևի փողոցները զետեղված էին Ալիևի շնորհավորանքներով եւ Շուշիի գրավման պաստառներով։ Ու այդքանից հետո դու ինչա թե արևմուտքի դուրը պետք է գաս, որ Ռուսաստանի հանդեպ երկու հատ ծղրտոց ավել ես արել, քու պետության անվտանգությունը դնում ես ամբողջության վտանգի տակ։
Երկրորդ, շատ կարևոր բան է, դրա մասին նաև մեր հարգարժան քաղաքապետարան իմ ընկեր Աշոտյան Արմենն է իր Facebook-յան էջում դրել։ Տեսեք, շատերին թվում է, ասում են, դե սա Նիկոլը կթռնի էլի Պուտինի գիրկը, կգնա դեպի Մոսկվա, նախ ասեմ, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում, սա ակնհայտ է։ Երկրորդը, ես այն կարծիքին չեմ, որ նիկոլիզմը թռնելու է Ռուսաստանի գիրկը, ասեմ ինչու։ Քանի դեռ ուկրաինական ճգնաժամը ամբողջությամբ չի ավարտվել, Հարավային Կովկասի ապագայի հետ կապված, նաև ազդեցության գոտիների, դեռևս վերջնական որոշում չկա։ Եվ դա լավ հնարավորություն է, ճակերտավոր լավ հնարավորություն է թուրք արևմտյան պրոեվրոպական ուժերի համար կամ թուրք գլոբալիստական ուժերի համար, որպեսզի իրենք այստեղ ավարտին հասցնեն իրենց ծրագիրը։ Որն է իրենց ծրագիրը, դա միջանց ծրագիրն է։ Ընդամենը մի ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, կենտրոնական ապրիլի 3-ին 4-ին կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն այդ համագործակցության համաժողովն է լինելու, իսկ դրա մասին դեռևս Պաշտոնյաները շատ եւ արևմտյան ասել են, կարծեմ Օբրայանն էլ է դրա մասին ասել, որ իրենց պետք է միջանցքը, որպեսզի կենտրոնական Ասիայի երկրներից շրջանցելով Ռուսաստանը, այդ ճանապարհը Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով տանեն դեպի Եվրոպա։ Միջանց ծրագիրը դա թուրք արևմտագլոբալիստական ծրագիր է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ նրանք էլ ուզում են Հայաստանին ընդգրկեն այդ պանթուրալական ծրագրի մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյան, դուք կարող եք դասել, իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ կապ ունի, ասեմ։ Նյու Յորքում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն է իր բերանով հայտարարել, որ Հայաստանը կարող է լինել միջանցքի ծրագրի մաս։ Դուք հասկանում եք միջանցքն ինչ է։ Միջանցքը դա թուրքական շահերի սպասարկման ծրագիր է։ Կարող եք ասել, իսկ ո՞րն է Հայաստանի շահերից բխում։ Հյուսիս հարավը, սիրելի բարեկամներ։ Երբ որ Հնդկաստանից գալիս է Պարսկաստան, Պարսկաստանով, Հայաստանով, Վրաստանով, փոթիով գնում է Ռուսաստան։ Հյուսիս հարավն է մեր ռազմավարական ծրագիրը։ Եվ այստեղ մեր բնական շահերը համակնում են Մոսկվայի եւ Թեհրանի հետ։